Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր ապրիլի 10-ն է, եւ սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Վստահ եմ Էստոնիայի արտգործ նախարարի այցը չի կարելի անտեսել, քանի որ շատ հետաքրքիր հայտարարություններ են արվել, կարևոր նաև փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի եւ Էստոնիայի միջև, եւ այս հարցերը մենք կքննարկենք, նաև թրիփին վերաբերող հարց ունենք քննարկելու։ Ադրբեջանի եւ Չինաստանի միջև ռազմական համագործակցություն է նոր հասունանում, ձեռք բերվում պայմանագիր եւ ելի մի շարք հարցեր։ Եղավ հայտարարություն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի կողմից հայտարարություն եղավ, որ Հայաստան ընտրությունների ժամանակ այցելելու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, այսինքն ամեն օրվա ռեժիմով մենք ստանում ենք տեղեկություններ, թե ինչ մեծ հետաքրքրություն ասել ճիշտ եւ adekvat չի լինի, ինչ խոսք գտնենք, ինչ մեծ շահագրգռվածություն, մեծ հերահար նպատակներ ունի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ընտրությունների հետ կապված։ Եվ ամենակարևորը մենք կփորձենք հասկանալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը թրիփի վերաբերյալ, թե որ երրորդ կողմին է ցանկանում ներգրավել Հայաստանը թրիփի շինարարական աշխատանքներ իրականացնելիս։ Իրանից էլ ունենք խոսելու եւ Լիբանանից նույնպես։ Սկսում ենք մեր հաղորդումը, անպայման կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ կրկին միշտ էլ երբ որ հիշում եմ, փորձում եմ այդ կոչը անել, խնդրում եմ լայքեք, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ինչպես նաև գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր մեկին, ով լայքում է, բաժանորդագրված է եւ բաժանորդագրվում է, ինչպես նաև ով որ մեկնաբանում է ջերմ խոսքերի համար, շնորհակալ եմ։ Սկսենք նրանից, որ հետաքրքիր հայտարարություններ մենք լսեցինք Արարատ Միրզոյանի եւ Էստոնիայի արտգործ նախարարի հանդիպումից հետո։ Խոսել են հայ-ադրբեջանական կարգավորումից, գնահատականներ են հնչել։ Արարատ Միրզոյանը ասել է, որ ցավոք սրտի հասկանալիորեն բոլոր հարցերը դեռևս չեն լուծվել։ Ամենակարևոր հարցերից մեկը դա գերիների հարցն է եւ նրա խոսքերով Հայաստանի դիրքորոշումը նույնն է, օր առաջ մարդիկ պետք է ազատ արձակվեն եւ նրանց ազատ արձակումը միայն ու միայն կամրապնդի խաղաղությունը տարածաշրջանում։ Ու Արարատ Միրզոյանի խոսքերով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի հետ այս հարցով։ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցակնայի խոսքերով այս խաղաղության ընթացքը իրական է հայ ժողովրդի համար, այն ապագա է կերտում եւ այս խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոր քայլերի համար։ Բարգավաճում, տնտեսական զարգացում, դա պարզ է եւ կարեւոր է նաեւ, որ Էստոնիայի արտգործնախարարն էլ է սրա մասին խոսում, քանի որ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ ուշադիր հետևում է նմանատիպ այցերին եւ նմանատիպ հայտարարություններին, եւ սա հիմա տեղի ունենում ընտրություններից նաեւ առաջ Հայաստանում եվրոպական տարբեր երկրների ուղերձը հենց դա է, խաղաղությունը իրական է, եւ Եվրոմիությունն էլ բավականին լուրջ ձևով ներգրավված է այս գործընթացի մեջ։ Կարևոր ուղերձները Եվրամիությունը եւ Եվրամիության առանձին երկրներ կարևոր ուղերձներ են հղում նաեւ Ադրբեջանին, միայն Հայաստանին չէ, որ այս ուղերձները հղում են։ Էստոնիայի արտգործ նախարարի խոսքերով խաղաղություն հսկայական քայլ է առաջ, որն արել է Հայաստանի այս կառավարությունը եւ նա հույս է հայտնել, որ հույսով է, որ այս ամենը կհասնի իր ավարտին ու դրանից հետո երկարատև խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում։ Այսինքն, սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ Եվրամիության համար նույնպես շատ կարևոր է խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Եվ ամենակարևոր հարցերից մեկը, որը որ գալիս է նաև խաղաղությունով, դա TRIP ծրագիրն է։ Իմիջայլոց եթե նկատել եք, հենց փոքրիկ հրադադար հաստատվեց տարածաշրջանում, Իրանի շուրջ միանգամից ակտիվացան խոսակցությունները կրկին TRIP ծրագրի շուրջ։ Երեք մենք խոսում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարության մասին TRIP ծրագրի շուրջ, երեք էր թե այսօր։ Դե կարևոր չէ, կարևորը այն է, որ այդ հայտարարությունը թարմ է, պետքարտուղարությունը հստակ նշում էր, որ
այն մնում է առաջնահերթություն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ հիմա նաեւ գումար է հատկացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի արդեն անցնեն գործնական փուլի։ Բայց ինչ է ասում Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, նրա խոսքերով TRIP-ի իրագործման ուղղությամբ երկկողմ աշխատանքները շարունակվում են եւ նա հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ հաջորդ փուլը կթևակողվի, այսինքն արդեն կսկսեն շինարարական աշխատանքները, բայց նույն ժամանակ նա ասել է, որ կրկին գործընկերների կարիք է զգացվում, այսինքն երրորդ կողմի կարիք է զգացվում, չնայած որ պայմանավորվածությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև են, բայց երկրորդ գործընկերոջ կարիքը զգացվում է։ Արարատ Միրզոյանի խոսքերով թեև սա երկկողմ նախագիծ է, բայց այն բխում է բազմաթիվ երկրների շահերից, սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա։ Իմ պատկերացմամբ ակնարկը շատ հստակ էր եւ մեկ անգամ չէ որ մենք էլ ենք խոսել այստեղից, Եվրամիությունը կարծես թե նույնպես ծրագիր կա, որ ներգրավի TRIP-ի շինարարական աշխատանքներին։ Մի քիչ այդ բյուրոկրատական հարցերը, որ կարողանան նրանք արագ կարգավորել, մեր շահերից է բխում, Եվրամիության շահերից է բխում, Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից նույնպես կարծում եմ, որ այդ ծրագրում ներգրավի նաև Եվրամիությունը։ Կամ եթե Եվրամիությունը դժվար կարողանա շատ արագ ներգրավել այդ ծրագրի մեջ, չնայած հույսով եմ, որ կարող է, Եվրամիության առանձին երկրներ կարծում եմ անպայման կներգրավեն եւ այն կդառնա հայկական, ամերիկյան եւ եվրոպական, բայց հիմնականում հայ-ամերիկյան եւ նաեւ մեկ կարևոր տեղեկություն նույնպես Արարատ Միրզոյանը եւ Էստոնիայի արտգործնախարարը արտգործնախարարությունների միջև շատ կարևոր մի փաստաթուղթ են ստորագրել, որը որ վերաբերվում է ընդլայնված գործընկերային հարաբերությունների հաստատման մասին։ Փոխանցման հուշագիր է ստորագրվել։ Լավ է այն, որ Հայաստանը շատ է ակտիվացրել իր արտաքին քաղաքականությունը, տեսնում ենք բազմաթիվ երկրների հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթղթեր են ստորագրվում եւ ահա նմանատիպ փաստաթղթերը նույնպես։ Սա շատ օպերատիվ կերպով օգնում է կոմունիկացիա ձևավորել արտգործնախարարությունների միջև։ Էստոնիան բավականին կարևոր երկիր է Եվրամիության մեջ, եւ ես միշտ էլ ասել եմ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչ որ չափով նաեւ Լեհաստանը, դրանք այն երկրներն են, որոնք որ բոլորից շատ են շահագրգռված հետխորհրդային երկրների, նոր երկրների Եվրամիության կազմում ընդգրկելու կարևոր գործի մեջ։ Եվ դրանից բացի այդ երկրները ոչ միայն կարևոր լոբիստական աշխատանք են տանում Եվրամիության մնացած երկրների շրջանում, այլ նաև բազմաթիվ հարցերով օգնում են, որպեսզի բարեփոխումները երկրներում շատ ավելի արագ ընթանան։ Այդպես էր Վրաստանում, այդպես է կարծում եմ նաև Հայաստանում։ Իսկ Ռուսաստանը նրանք հիմա ավելի շատ կենտրոնանում են ընտրությունների վրա։ Եվ մենք ստացանք այսօր հետաքրքիր տեղեկություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարից այն մասին, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան ցանկանում է այցելել Հայաստան։ Ռուսները Վլադիմիր Պուտինի մակարդակով համոզված են, որ Հայաստանում ընտրությունների միջոցով կկարողանան հասնել երկու մեծ բայց կա այստեղ։ Նախ հայ ժողովուրդը բավականին իմաստուն է։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է։ Իսկ երկրորդը, ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները, որոնք որ իրենց իշխանավարման օրոք տեսան բազմաթիվ աղետներ, որոնք որ գալիս էին կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունից, Արցախի հանձնումից մինչև Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում, ինչպես նաև Սյունիքի մասով նենք ծրագրեր, ես չեմ կարծում, որ իրենք հիմա թույլ տան, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը կարողանա ընտրությունների միջոցով տիրանալ ամբողջ Հայաստանին։ Դա կլինի պատմության մեջ ամենամեծ դավաճանությունը իրենց կողմից։ Ես հույսով եմ, որ նման բան թույլ չի տրվելու Ռուսաստանին եւ ռուսական ուժերին։ Երկրորդը ասեցի շատ արագ եւ կրկին նշեմ, որ Ադրբեջանից պատվիրակություն է այցելել Չինաստան
Պաշտպանության նախարարության պատվիրակություն, որտեղ որ նոր պայմանավորվածություններ Չինաստանի հետ ռազմական համագործակցության մասին եւ ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանը, տեսնելով թե ինչ խոշոր առաջընթաց ունի Չինաստանը ռազմատեխնիկական ոլորտում, նոր տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ աշխարհի տեխնոլոգիական գիգանտ է դարձել Չինաստանը, դա տարածում է նաեւ ռազմական ոլորտի վրա, Ադրբեջանը այսպիսի հետաքրքրություն է հայտնում չինական զենքի ուղղությամբ եւ վստահաբար նոր պայմանագրեր է փորձելու կնքել, որպեսզի չինական ժամանակակից սպառազինություն ձեռք բերի Ադրբեջանը։ Ահա այս հարցին նույնպես շատ ուշադիր պետք է լինեք, սիրելի հայրենակիցներ, քանի որ դա շատ բան կարող է փոխել։ Իհարկե, ի վնաս մեզ։ Պետք է շատ բարձր մակարդակով մտածենք, կողմնորոշենք, թե ինչ պետք է անել, որպեսզի ել ավելի հետ չընկնենք այս սպառազինության վազքի մեջ։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք Իրանին։ Շատ հարց չունենք խոսելու Իրանի շուրջ։ Հակասական տեղեկություններ ենք ստանում, իհարկե։ Նախորդ հաղորդման մեջ ասեցի, որ Իրանի պատվիրակությունը արդեն այցելել է, ժամանել է Իսլամաբադ, բայց իրանական հեռուստաընկերությունները, լրատվամիջոցները կարծես հերքում են դա, ասում են, որ ոչ մի բանակցություն տեղի չի ունենա, մինչև որ չդադարեցվի հարվածը Լիբանանին, Հեզբոլլահին։ Չնայած մենք տեսնում ենք, որ Ջեյդի Վենսը նույնպես մեկնում է Պակիստան։ Բանակցություններից առաջ հայտարարությամբ է հանդես եկել Ջեյդի Վենսը։ Նա ասել է, որ սպասում ենք բանակցություններին մեծ հետաքրքրությամբ։ Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները դրական ընթացք կունենան։ Դրանից բացի Ջեյդի Վենսը ասել է, որ նախագահը իրենց տվել է բավականին հստակ ուղեցույցներ, եւ Ջեյդի Վենսը ասում է, թե տեսնենք ինչպես կընթանան այդ բանակցությունները։ Ինչպես արդեն նշեցի, Իսրայելը կարծես ամեն ինչ անում է, որպեսզի տապալվեն այդ բանակցությունները, Նետանյահուն ամեն ինչ անում է։ Լիբանանից տեղեկություն ենք ստանում այն մասին, որ այս հարվածների ռազմական գործողությունների ընթացքում Լիբանանում արդեն զոհվել է 1800 մարդ, բազմաթիվ վիրավորներ կան եւ դրա պատճառով է, որ Իրանից հնչում են այդպիսի հայտարարություններ։ Իրանից կրկին խոսում են այդ 10 կետերի մասին եւ որ այդ 10 կետերը հիմք են նրա, որ բանակցությունները սկսվեն։ Բայց քանի Իսրայելը հարվածում է Լիբանանին, այդ բանակցությունները չեն վերսկսվի։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։